Կարապետյանը ներողությունում է փորձել ճնշել արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը կարդացել եք ըստ էության մեղադրանքները դեպի ձեր կողմ են ճնշում է փորձել ճնշել Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է 8 ամիս դրանից առաջ հետաքրքիր է արտաքին հետախուզական ես շատ ուրախ եմ որ մեր երկիրը ունի արտաքին հետախուզական ծառայություն որի ղեկավարը սակայն Քրիստինն է Գրիգորյանը այո մարդու իրավունքների պաշտպանը նախկին շատ ուրախ եմ որ ունի այդ ծառայությունը բայց այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում ոնց որ դարձել է ներքին գործերը մեկնաբանող երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց հուսով եմ այդ ծառայությունը շատ մեծ գործ ունի Հայաստանում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու։ Կարապետյան ամեն դեպքում նիստից հաշվի առնելով որ օրեր առաջ վերաքննիչ դատարանը չբավարարեց բողոքը եւ պարոն Կարապետյանը կրկին ունած տնային կալանք։ Ես կարծում եմ որ վերջին հարցումներից հետո մարդկանց կարծիքի ուսումնասիրություններից հետո նրանց վախը ավելացել է եւ նրանք ամեն ինչ անելու են որ Կարապետյանը մնա կալանքի տակ Կարապետյանը չշփվի իր ժողովրդի հետ բայց Ալեն Սիմոնյանը իր էջում հրապարակել էր ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ըստ որի Փաշինյանը վստահության 18% հարցումները 2021 թվականի ընտրություններին ընդդիմությանը 1% ձայն էին Պարոն Կարապետյան 1% ձայն ընդդիմությանը եւ ընդդիմությունը հավաքեց 350,000-ի կարգի այսինքն հնարավորությունը բավական լայն է եւ անգամ եթե 21 թվին իրենք այդքան են ասել 1% հիմա անգամ չեն էլ կարողանում թաքցնել բայց անգամ իրենց հարցումներով իրենք մեր հասարակության 70%-ը իրենց հետ չի Պարոն Կարապետյան պետությունների գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով նայեք հիմա մեր կողք ուզում եք մի բան եմ ուզում ձեզ առաջարկեմ կարելի է մի հատ Լավ, խնդրում եմ չվիճեք, ես բանկած կարելի է հարցնել։ Ժողովուրդ իվարկան գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով մեր շուրջը պատերազմ է, դրսում հայտարարություններ են լինում հիբրիդային գործակալների որսի հետ կապված, հասկանալի է, որ դրսից աջակցություն կա, հայտարարություններ են հնչում նաև տարածաշրջանային տարբեր խաղացողների կողմից, այս գեոպոլիտիկ համատեքստում ինչպես է գնահատում ձեր հաղթանակի շանսերը, ընդդիմության հաղթանակի շանսերը, եթե կոնսենսուս կա կոնկրետ անձի շուրջ, կոնկրետ իշխանության շուրջ։ Կոնսենսուս չկա, կոնսենսուսը միայն այսքան ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն է ասել, որ շատ կուզենար, որ Փաշինյանը շարունակեր իր գործունեությունը, որովհետև ինչպես մենք տեսնում ենք, փաստորեն, եթե արտաքին գործերի նախարարը Թուրքիայի դա ասում է, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին, ինչպես տրամաբանությունը։ Աջակցության խոստումներ են տրվել հիբրիդային գործակալների, այսպես փնտրտուքների հարցում աջակցելու հետ կապված խնդրակից Ես շատ կուզեմ, որ փնտրեն, գտնեն, ինչքան մարդկանց կարծիքը իրենք տեսնեն, այդքան ավելի շատ տարբեր գործիքակազմ են փորձել։ Կարապետյան այս օրերին իշխանականները նման պնդումներ են անում, որ Սամվել Կարապետյանի այս ընտրություններին մասնակցելու միակ ակնկալիքն այն է, որ ձայները հավաքի եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ։ Շնորհակալ եմ շատ։ Այս հարցը շատ կարևոր հարց է։ Պատկերացրեք 8 ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ որ վատ բան գտնեն։ 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել եւ այս հայտարարությունները են ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ որ բան գտնեն։ Իրեն պետքա կապեն, իրենց պետքա կապեն այն մարդկանց հետ, ում հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք այլ ուժերի հետ, այսքան ժամանակ մի մասը ունի դրական վերաբերմունք, մի մասը հակասական, այսքան ժամանակ չեն կարողանում, դա ապացույցն է, որ իր հետ կապված հակա ինչ-որ բան չեն կարողանում ասել։ Մարդը պատկերացնում եք 60 տարի աշխատել է ամենալայն մասշտաբով եւ չեն կարողանում բան գտնել, բացասական։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի, ես հայտարարում եմ, նոր մարդ։ Մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը բացառում եք։ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։
Բայց Եթե Ձայները չհերիք են բացառում եք համագործակցություն։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ падգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի, մենք աջակցությունը որպես այդպեսին մենք չենք բացառում բոլոր ուժերի կողմից, բայց հաջորդ երկրի ղեկավարը պետք է լինի նոր մարդ, որ այս պարակտումները մեր երկրում վերանա։ բայց Հաչյանի աջակիցները ասում են պարոն Կարապետյան, որ Հայաստանի պետք է ուժեղ առաջնորդ եւ այդ ուժեղ առաջնորդը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Այն մյուս կոնկուրենտ օֆիսիալների ուրիշ թեզեր են առաջ տանում, ասում են, որ ընտրություններով հնարավոր չի հաղթել, պետք է գնալ իմպիչմենտի ճանապարհով կամ պետք է լայն կոնսոլիդացիա բոլորը միավորվեն։ Չնայած որ իմպիչմենտական այս մարդը կապված է մոտ։ Մեկ բան ասում են նույն ուժեղ Հայաստանը հաշտեք ընդդիմադիր դեր ուժերի հետ, թե փոխադարձ խանդ կա կամ միակողմանի։ Ընդդիմադիր ասելով միասեր չէ, միատար չէ ընդդիմությունը։ Մենք, քանի որ նոր ուժ ենք, մենք ունենք լրիվ ուրիշ պատկերացում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մյուս ընդդիմադիրները ունեին պատկերացում, որը մինչև հիմա իրացրել են։ Լավ են իրացրել, վատ են իրացրել, թող մեր հանրությունը որոշի, բայց իրենց իրավունքն է, իրենց օրակարգը։ Դեպքում Սամվել Կարապետյանի այդ կերպարը քաղաքական պայքար է, իրենք ցանկանում են ունենան ավելի շատ աջակցություն։